Ողջույն, դուք դիտում եք Civilnet Business-ը, գործադիրը հաստատել է 2027-29 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, որը ներկայացնում է կառավարության տնտեսական, հարկաբյուջետային, այդ թվում պարտքային եւ ծախսային քաղաքականությունների եռամիսյա ժամանակահատվածում, թե ինչ է թաքնված այս մեծ ու բարդ ծրագրի հետևում, փաստաթղթի հետևում եւ ինչու է դա կարեւոր հայաստանցիների համար։ Ես կզրուցեմ Հայաստանի ֆինանսների նախարար Վայո Հովհաննիսյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Պարոն Հովհաննիսյան, մենք սովորաբար ձեզ հետ, փորձագետների հետ, երբ խոսում ենք ծախսերի մասին կամ եկամուտների մասին, զրուցում ենք, կենտրոնանում ենք մեկ տարվա կտրվածքով բյուջեի վրա։ Բայց ինչու է անհրաժեշտ օրինակ ֆինանսները պլանավորել, եթե պարզ հարցնեմ, 3 տարվա կտրվածքով եւ ինչու դրանով պետք է հետաքրքրի Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Շնորհակալություն հրավերի համար եւ այս հնարավորության համար դրա մասին խոսելու։ Իրականում շատ կարեւոր է, որպեսզի մենք մեր պլանավորման հեռանկարը մեծացնենք։ Ինչի ենք դա անում, որովհետեւ կարող ենք արձանագրել, որ որքանով որ մեր ծախսերը եւ գործողությունները ունեն ռազմավարական նպատակադրում, այսինքն մենք գիտենք ինչ ենք մենք անում, մենք պլանավորել ենք դա եւ դա նպաստում է առանձին ոլորտների զարգացմանը կամ մեր տնտեսության զարգացմանը, ապա այդ ծախսերի արդյունավետությունը ավելի մեծ է, որովհետեւ եթե մենք որոշում ենք այսօր մի ծախս անել եւ վաղ այդ ծախսը անում ենք, դրա արդյունավետությունը կլինի ավելի փոքր։ Դա երկարաժամկետ պլանավորումը նաեւ թույլ է տալիս հասկանալ մեր զարգացումները, մեր եկամուտները պլանավորել եւ ըստ այդմ պլանավորել հերթականությունը գործողությունների։ Եվ մենք միշտ ունեցել ենք միջնաժամկետ ծախսային ծրագիր, սակայն երկար ժամանակ այդ ծախսային ծրագիրը ըստ էության թույլ կապ է ունեցել բյուջեի պլանավորման փուլի հետ, որտեղ ասել ենք դե եկեք այստեղ մի բան գրենք, հետո բյուջեում կվերանայենք, հետո փոփոխությունները մեծ են եղել եւ վերջի տարիներին մենք մեծ շեշտ ենք դրել այս փաստաթղթի վրա եւ ուզել ենք միշտ սա դարձնել հիմնարար փաստաթուղթ։ Իսկ որ բյուջեն բխի սրանից, բյուջեն բխի սրանից, բայց հիմա մենք նաեւ երկարացրել ենք հեռանկարը եւ եթե առաջ միջնաժամկետ ծախսային ծրագիրը 3 տարով էր հաստատվում, հիմա 5 տարով է հաստատվում եւ մենք նույնիսկ տալիս ենք 10 տարվա ֆիսկալ շրջանակի հեռանկար, իհարկե երամյա է, չէ՞, 27-29։ Ինքը կոչվում է երամյա, բայց իրականում իր մեջ 5-ամյա հեռանկար է տրվում եւ 10-ամյա ֆիսկալ շրջանակ է տրվում, որը թույլ է տալիս հասկանալ, որովհետեւ մենք հիմա տարբեր ռազմավարություններ ենք քննարկում եւ հաստատելու ենք, որպեսզի հասկանանք, թե այդ ռազմավարությունների իրականացման համար ինչպիսի ընդհանուր միջոցներ ունենք եւ այդ միջոցները, այդ ռազմավարությունները կապենք արդեն կոնկրետ շոշափելի միջոցների եւ ռեսուրսների հետ, որտեվ եղել են ժամանակներ, երբ մենք ռազմավարությունները հաստատել ենք առանց հասկանալու արդյոք մենք ունենք միջոցներ այդ բոլոր ռազմավարությունները իրականացնելու համար եւ տարբեր գնահատականներ կան այն մասին, որ մեր ռազմավարությունների մեջ պլանավորված գործողությունները եւ անհրաժեշտ ռեսուրսները իրենք մի քանի անգամ մեծ են, քան այն հնարավորությունները, որոնք սահմանված են, հետեւաբար այս փաստաթուղթը նախանշում է մեր անելիքների մոտավոր հեռանկարը եւ հետո արդեն բյուջետային փաստաթուղթը դարձրել ենք 3 տարի հեռանկարով եւ բյուջեն էլ արդեն ոնց որ 1 տարվա չի, այլ 3 տարվա է, 3 տարվա հեռանկարով կոնկրետ հասկանում ենք, թե որ ծրագրով, որ միջոցառմամբ ինչպիսի գործողություններ ենք իրականացնելու առաջիկա տարիներին։ Այսինքն պլանավորման հեռանկարը, այսպես ասած, կամ հորիզոնը մեզ մոտ երկարել է։ Այո։ Հիմա հարց, եթե դա արվեր, օրինակ, չգիտեմ, 10-15 տարի առաջ, որ մենք ունեինք քիչ թե շատ ավելի համաշխարհային, եսի նկատի ունեմ, եւ տարածաշրջանային կայուն իրավիճակ,
կողջունվեր ենթադրում եմ շատ ավելի, բայց հիմա երբ որ ամեն օր կարող է մի բան փոխվել տարածաշրջանում, աշխարհում եւ դա ազդել անմիջապես նաեւ Հայաստանի նման փոքր պետության վրա, այս երկարաժամկետ պլանավորումները որքանով են աշխատող։ Ես կարծում եմ, որ այդ պերսպեկտիվան մեր պլանավորման կապ ունի ոչ թե արտաքին աշխարհի турբուլենտության հետ, այլ կապ ունի մեր մտածողության ձևի հետ։ Թե մենք ոնց ենք մոտենում հարցերին, որովհետև եթե մենք անընդհատ լուծում ենք այսօրվա խնդիրներ, դա մեծ պոտենցիալ չի առաջացնում ապագայի համար եւ մենք անընդհատ պետքա մեծ հեռանկար ունենանք, այո, կարող ենք ամեն տարի վերանայել դա եւ տենց էլ անում ենք, այսինքն միջնաժամկետ ծախսային ծրագիր ամեն տարի հաստատվում է, ինչ-որ բաներ են փոխվում, ընդ որում կարող է միջնաժամկետ ծախսային ծրագրի հաստատումից մինչև բյուջեի հաստատում էլի բան փոխվի, որովհետև տնտեսական զարգացումները կարող են այլ կերպ գնալ, տեսնում ենք վերջի ամիսներին, այո, վերջի ամիսներին ինչպիսի տատանումներ եղան նավթի գների, այս հակամարտությունները Իրանի հետ կապված, այսինքն դրանք կարող են ճշգրտումներ մտցնել, բայց մեր մտածողությունը, մեր ընդհանուր ռազմավարական մոտեցումը մեր պետության ապագայի վերաբերյալ, կարծում եմ, որ մնում է նույնը, որ մենք պետք է զարգացնենք ենթակառուցվածքները, մարդկային կապիտալի մարդկանց մեջ մեծ ներդրում կատարենք, որովհետև դա մեր ամենաթանկ, այսպես ասենք, ակտիվն է կամ ռեսուրսն է կամ արժեքն է եւ դրանով պատրաստ լինենք տարբեր ցնցումների դիմակայելու, որի համար նաեւ գործիքներ էլ ունենք։ Սրանից մի քանի տարի առաջ Գերմանիայում էի, ուղղակի հասարակ մարդկանց հետ էի զրուցում եւ նոր էր ամառը սկսում եւ իրենք այդ պահին պլանավորում էին իրենց հաջորդ ամառվա արձակուրդը։ Երբ պետք է վերցնեն, գործատուին պետք է տեղյակ պահեին մոտավորապես դրա մասին։ Այսինքն սա եւս խոսում է այդ ձեր մտածողության փոփոխության մասին, որ խոսեցիք, հիշեցի դա, որ հասարակ մարդկանց մակարդակում էլ սա պետք է երևի ինչ որ միտեղ տեղայնացվի։ Բայց մյուս կողմից հարցը առաջանում դա տեղի է ունենում սովորաբար երկարաժամկետ պլանավորումները, երբ որ կայուն իրավիճակ է, երբ որ մարդիկ չեն մտածում այսօրվա խնդիրներ լուծելու կամ վաղվա խնդիրներ լուծելու մասին, հա, մենք հասել ենք դրան, որ սկսենք երկարաժամկետ մտածել։ Ես կարծում եմ, որ մեր պետական կառույցների զարգացումը անխուսափելիորեն բերում է այդպիսի մտածողության ձևավորմանը, եւ այդպիսի մտածողությունը նաեւ օգնում է այսօրվա հրատապ խնդիրներին ավելի արդյունավետ արձագանքել, որովհետև մենք գիտենք այդ մեր արձագանքը ինչպիսի արժեքային համակարգի կամ ինչպիսի ռազմավարական հեռանկարի մեջ պետքա տեղավորվի, ոնց պետքա լուծենք մենք այսօրվա խնդրեմը, որպեսզի դա նաև նպաստի մեր երկարաժամկետ պլաններին։ Տեսեք, խոսքը ներողություն, ծախսերի կամ հնգամյա պլանավորման մասին, երբ որ խոսում ենք, ու մի կողմից լավ է, որ որոշակի ուղենիշներ են սահմանվում եւ այդ ուղենիշներով փորձում են կողմնորոշվել, բայց մյուս կողմից, ինչպես ասացիք, ընթացիկ լինում են իրավիճակներ, որոնք ճշգրտումներ են մտցնում, հա։ Այսօրվա օրինակ իրավիճակը պայմանավորված տարածաշրջանային турբուլենտության հետ, պայմանավորված օրինակ նույն Ռուսաստանի այդ սահմանափակումները, որ գնալով խստանում են, մենք չգիտենք դա ինչքան կտևի, հա, դրանք հաշվի առնվում են այս երկարաժամկետ պլանավորումների մեջ, թե դրանք դիտարկվում են կոնկրետ օրինակ Ռուսաստանի սահմանափակումները, որ տնտեսապես ուղիղ ազդեցություն ունեն Հայաստանի վրա, իրենք դիտարկվում են որպես կարճաժամկետ գործոններ եւ այդ հարցերը հնարավոր է, այսինքն դիտարկվում է, որ ապագայում շատ արագ կլուծվի։ Մենք ունենք սցենարային վերլուծություն եւ ունենք սցենարներ, թե ինչ կարող է լինել մեր պետության հետ, եթե այս կամ այն իրադարձությունը տեղի ունենա կամ բոլոր վատ իրադարձությունները միասին տեղի ունենան։ Եվ այդ սցենարային վերլուծությունները դրվում են նաև մեր փաստաթղթի մեջ, այսինքն մենք թափանցիկ ենք մեր քաղաքացիների հետ, ասում ենք, որ կան ռիսկեր, այդ ռիսկերը գնահատել ենք, այդ ռիսկերի նյութականացման դեպքում մենք ունենանք այսպիսի ազդեցություններ եւ դրան համապատասխան ստեղծում ենք բուֆերներ կամ պահուստներ, որոնք ուղղված են, եթե այդպիսի սցենարները իրականանան, ինչպես ենք դրան արձագանքելու։ Դա վերաբերում է համ ֆինանսների նախարարության սցենարներին, դրանից բխում են նաև անվտանգության խորհրդում
տարբեր գործողություններ, այսինքն կոնկրետ գործողություններ թե պետությունը ինչպես պետք է արձագանքի։ Մենք մեր մասով, ֆինանսական մասով ունենք օրինակ մակրոպահուստներ, որոնք չենք ծախսում, այսինքն պահուստը ձևավորված է, այդ պահուստին ձեռք չենք տալիս այնքան ժամանակ, մինչև որ չենք տեսնում, որ մեր դրական սցենարը, որը դրել էինք, հիմնական սցենարը, որը դրել էինք բյուջեում, դա իրականություն է դառնում։ Հետո նոր արդեն ոնց որ բացվում է դուռը, երբ կարող ենք այդ միջոցները ծախսել։ Մակրոպահուստ ասելով այդ ինչ որ ստաբիլիզացիոն ֆոնդի նման մի բան է եւ մոտավորապես ինչքան գումար կա այս պահին այդտեղ, եթե ավելի այս տարվա համար այդ պահուստը կազմում է 40 միլիարդ դրամ, այսինքն բացի մեր հիմնական պահուստից ունենք մակրո կայունացման պահուստ, որը 40 միլիարդ դրամ է, դա բյուջեի մեջ է, բայց մենք բացի դրանից ունենք կայունացման հաշիվ, որտեղ հնայի 1-ից 2%-ի չափով գումար կա, բայց դա բյուջեի մաս չի կազմում, արդեն դրանք միջոցներ են, որոնք միշտ ընդեղ են, եթե հանկարծ հնայի 1-ից 2% այո, եթե հանկարծ լինի պատերազմ, չգիտեմ, կառավարելի ինչ-որ մի հատ իրավիճակ, որը հնարավոր չէր որևէ ձև պլանավորել, ապա մենք ունենք միջոցներ, որը հենց ընդեղ է, հենց հիմա կարող ենք այդ միջոցները օգտագործել։ Այդ խոսքա չէ, ասում եմ, եթե կոպիտ ասած վատ օրերի համար գումար ես պահում, հետո վատ օրերի համար էլ ծախսում ես այդ գումարը։ Ընդհանրապես որևէ երկրի փրկել է, որևէ երկրի տնտեսության փրկել է այդ պահված ստաբիլիզացիոն ֆոնդերը, գումարները, թե ճիշտ է ոչ թե պահել այդ գումարները, պահուստավորել, այլ թիրախային ուղղություններ ընտրել եւ այդ թիրախային ուղղություններում տնտեսական աճի պոտենցիալը մեծացնող ծախսումներ իրականացնել։ Այո, տենց էլ անում ենք, ուղղակի տեսեք, եկեք սենց համեմատենք էլի, երբ որ դուք մեքենա եք քշում եւ վստահ եք, որ ձեր արգելակները աշխատում են, դուք հանգիստ եք քշում այդ մեքենան, թեև կարող է արգելակելու եւ նաեւ բարձր արագության տակ երբեմն։ Այո, այսինքն սա այն գումարն է, որ մեզ տալիս է հանգստություն, որ մենք կարող ենք այն մնացած գումարները մեծ վստահությամբ ներդրում անել ինչ-որ բանի։ Այսինքն սա մեր ոնց որ անվտանգության բարձիկն է, որը մեզ պետքա ինչպես դժվար օրերին ծախսելու համար, համել ցանկացած օր վստահություն ունենալ, որ մենք, որտեվ ամեն եթե չլինի այդ բարձիկը, անընդհատ պետքա մտածենք, իսկ կարող է այս չանենք, եթե հանկարծ, այսինքն մենք ասում ենք սա ունենք եւ մենք գնահատել ենք մեծ վերլուծական աշխատանք ենք կատարել, թե որն է այդ չափը, որ շատ չի, բայց քիչ էլ չի, որովհետեւ եթե շատ լինի, դու կարող եք հարցնել, ինչի եք մեր հաշվին այդ 1% փողը այնտեղ ուղակի տնտեսական աճ ու գանելով այսպես ասած։ Ինչի եք պարտք եք վերցրել, չէ՞, ի վերջո կարելի է ասել, որպեսզի այդ 1%-ը դնեք այնտեղ, որ այդ հնա վերցրեք ծախսեք։ Ինչ եք կամ այդ 1%-ը եթե ունեք այնտեղ դնելու, ինչ եք պարտք վերցնում դեֆիցիտը ֆինանսավորելու համար։ Այսինքն ի վերջո այդ դա մի գումար է, միջազգային փորձն ենք ուսումնասիրել հասկանալու, թե այդ ֆոնդի մեծությունը ինչպիսին պետք է լինի եւ այդ ֆոնդը օգտագործում ենք։ Այսինքն եթե պետք է օգտագործել, օրինակ մենք ունենք կանոններ, որ կարող ենք տարվա վերջում իրանից փող վերցնել եւ մյուս տարվա սկզբում փողը հետ դնել։ Եվ մենք ունեցել ենք իրավիճակ, երբ որ վարկային համաձայնագրեր ունեինք, որը տարվա վերջում պետք է ստանայինք, եւ ասացինք, չէ, հիմա չենք ստանանք հաջորդ տարվա սկզբում, իզուր տեղը տոկոս չենք վճարի, որտեղ ընդ գումար ունենք, մյուս տարի կստանանք, ավելի էժան կլինի մեզ համար։ Օրինակ թոշակների բարձրացումը, որը ֆինանսների նախարարությունը ապրիլի 1-ից թոշակների բարձրացումը, ֆինանսների նախարարությունը ի սկզբանե ռիսկային էր որակել, այդ գումարները հենց այդ ֆոնդից վերցրեցիք։ Չէ։ Այդ ֆոնդից իրավունք չունենք վերցնել թոշակ բարձրացնելու համար։ Ուրեմն ես առիթ ունեցել եմ սրա մասին խոսելու։ Մենք ունենք երկու աղբյուր, որից ֆինանսավորելու ենք այս տարի թոշակների բարձրացումը։ 2025 թվականի արդյունքները վերլուծելուց հետո մենք հասկացանք, որ մեր պլանավորած հարկային եկամուտները լինելու են 40 միլիարդով ավելի,
քան այն ինչ որ դրել ենք 2026 թվականի բյուջեում։ Պլանավորածից 40 միլիարդով ավել։ Այո, որովհետև երբ որ մենք պլանավորում էինք 26 թվականի բյուջեն, մենք չունեինք փաստացի տվյալները 25 թվականի։ Մենք ունեինք կանխատեսում ՀՆԱ-ի, մենք ունեինք եկամուտների մակարդակի կանխատեսում։ Հետո երբ որ 2025 թվականի փաստացի տվյալները եղան եւ 26 թվականի եկամուտները կառուցվում են 25 թվականի փաստացի տվյալների վրա կամ այդ թվի վրա է ավելանում, մենք հասկացանք, որ 40 միլիարդով կարող ենք ավելացնել ուրեմն եկամուտները։ Ընդ որում ձեզ կարող եմ ասել, որ առաջի կիսամյակով արդեն առաջի կիսամյակի պլանը գերակատարվել է 94 միլիարդ դրամով։ Այսինքն մենք ունեցանք հուլիսի 1-ով այդ արդյունքները եւ ուրախ ենք, որ հարկային եկամուտները սկզբնական պլանի նկատմամբ ավել են 94 միլիարդ դրամով։ Եվ մենք որոշեցինք, որ պլանը կավելացնենք 40 միլիարդով, 40 միլիարդից կվճարենք այդ 80-ի կեսը եւ այն մյուս կեսը կվճարենք այդ մակրոպահուստից, որը տեսնում ենք, որ դրական զարգացում է լինելու եւ այդ մակրոպահուստը կարող ենք օգտագործել եւ այդ մյուս 40 միլիարդը կօգտագործենք մակրոպահուստից եւ կտրամադրենք մեր թոշակառուների թոշակի բարձրացման համար։ Մի փոքր սահմանագծային որոշում չի այս որոշումը, որովհետև տեսեք, ասում եք երկու աղբյուր, մենք տեսանք, որ ունենք ավելի լավ եկամուտներ հարկային, չգիտեմ, մակրոպահուստ ունենք եւ այլ։ Բավոր իրավիճակը փոխվի, բավոր այդ հարկային այսինքն կամ փոխվեր, բավոր հարկային եկամուտները նվազեին։ Այսինքն ինքը այսպես կանխատեսման վրա կարծես ոնց որ որոշում լինի։ Գիտեք, այդ հարցը միշտ կարելի է տալ։ Այսինքն մենք ունենք բյուջե, մենք ունենք պլանավորված եկամուտ, բավոր հանկարծ, որովհետև այդ թոշակը միշտ եղել է, մի քիչ ուրիշ գումար է եղել, այսինքն կարող է ամեն ինչ պատահի եւ չլինեն այդ եկամուտները կամ ցնցումներ լինեն։ Այդ ամեն ինչը վերլուծական աշխատանք է եւ կներեք, եթե մենք այդ ապոկալիպտիկ կամ այդ վախերով անընդհատ առաջնորդվենք եւ լինենք շատ զսպող ընդհանրապես ամեն ինչում, մենք կտուգանենք մեր տնտեսական աճը։ Մենք անընդհատ կվերցնենք փողը մարդկանցից, չենք ծախսի, որտեղ կասենք բավոր կամ կծախսենք նախորդ տարվա չափ ուղղակի։ Հա, այսինքն դուք էլ կասեք, բա ինչ եք մեզնից այդ փողը վերցրել, եթե դուք չեք ծախսում դա։ Կամ կարող էին մեր քաղաքացիները արդարացի հարց տալ, ասել, չէ՞ որ դուք խոստացել եք, որ 7-ից ավել տնտեսական աճ է լինելու։ Հիմա 7-ից ավել տնտեսական աճ եղել է։ 7%-ից Ինչի մեր թոշակառուները չեն օգտվում դրանից։ Այդ ինչ պետք է լինի, որ դուք թոշակ բարձրացրեք։ Չէ՞ որ 7-9% տնտեսական աճը համաձայնվենք, որ բավականին բարձր տնտեսական աճ է, նշանակում է մեր պետությունը բավականին հարստացել է, մեր քաղաքացիների բարեկեցությունը բարձրացել է եւ դժվար է բացատրել, թե այդ ոնց եղավ, որ չենք կարողանում թոշակ բարձրացնել։ Ես համաձայն եմ ձեր տրամաբանության հետ, բայց կներեք, որ հիշեցնում եմ, բայց այնուամենայնիվ ստիպված եմ լրագրող եմ, չեմ կարող չհիշեցնել։ Այս նույն տաղավարում անցած տարի ձեզ հետ խոսում ենք եւ դուք խոսում եք նրա մասին, որ պետությունը գնում է ծախսերի կրճատման եւ նախընտրական տարում ծախսեր կրճատելը դժվար է, բայց այնուամենայնիվ դա անում է եւ 100 միլիարդ մոտավորապես կրճատման մասին էիք խոսում։ Եվ մեկ է տարին փոխվում է եւ մոտավորապես այդքան ավելանում է ծախսերը։ Չէ, այն ինչ որ ես ասել եմ այս տաղավարում, ծախսերի դեֆիցիտի կրճատման մասին։ Այո, ծախսերի կրճատման հաշվին։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ մեր դեֆիցիտը չի ավելանալու։ Ավելին ձեզ ասեմ, դեֆիցիտը, որը պլանավորել էինք այս տարվա բյուջեով, կլինի ավելի քիչ, քան պլանավորված է։ 4.5%, եթե չեմ սխալվում։ Այսինքն 4.5%-ից ավելի քիչ է լինելու դեֆիցիտը։ Մենք արդեն պլանավորել ենք, որ այս տարի դեֆիցիտը կլինի 4%, այսինքն մեր թարմացված կանխատեսումներով դա կլինի 4%, բայց ես շատ մեծ հույս ունեմ, որ կլինի ավելի քիչ, 3.5%։ Շատ լավ, մեկ հարց էլ է սցենարային կանխատեսումների տեսանկյունից եւ անցնենք էլի Ուզեմ ասեմ, իմ ասածը ոչ մի ձև չի փոխվել։ Հասկացա։ Դե
գուցե ավելի բարենպաստ ուրեմն տնտեսական միջավայր ունենք դրանից է, բայց այնուամենայնիվ Էլի արտաքին տուրբուլենտության տեսանկյունից մենք ունենք գործընթացներ, որոնք պետք է որ մեծ հաշվով այդ ձեր սցենարային կանխատեսումների մեջ լինեն, հա։ Օրինակ, ԵԱՏՄ երկրները հայտարարում են նրա մասին, որ դիտարկում են Հայաստանի հետ պայմանագրի դադարեցման գործընթաց ուսումնասիրություններ են հիմա իրականացնում, այդ սահմանափակումները եւ այլ։ Դուք որ այս սցենարային, այսպես դիտարկումները անում եք, ծախսային ծրագրերը մշակում եք, նման սցենարներ կա ձեզ մոտ, որ Հայաստանը կարող է ընդհանրապես դուրս գալ ԵԱՏՄ-ից, դուրս մնալ, կամ չգիտեմ, այս սահմանափակումները տարիներով տևեն։ Մենք Եվրամիությունը $52 միլիոն երեք հայտարարվեց դրա մասին, որ ավել գումար է եվրոները ուղղություն, ավել գումար է տրամադրելու եւ բացում է իր շուկան Հայաստանի համար։ Մենք սցենար չունենք, որ ԵԱՏՄ-ից դուրս են գալիս։ Մենք վերլուծել ենք իհարկե այս ազդեցությունները եւ հաշվել ենք, թե որքան ենք մենք արտահանում Ռուսաստան, ԵԱՏՄ տարբեր երկրներ, ինչպիսի հնարավոր սցենարներ կարող են լինել։ Այո, ես առիթ ունեցել եմ նաեւ ասելու, որ դեպի Ռուսաստան մեր արտահանումը կազմում է մեր հնայի 3%-ը։ Այս արտահանման մասն է խոսքը, որ սա բանի բաժանմիջոցների տակ ընդհանուր արտահանումը։ Այսինքն հայկական ծագման ապրանքների արտահանումը դեպի Ռուսաստան 3%-ն է։ Կենտրոնական բանկի նախագահը ասել է, որ այն ինչ որ այս սահմանափակումներով ազդվել է դա 2%-ն է, մեր կարծիքով մոտավորապես 1.8%-ն է։ Եվ սա մի բան է, որը մենք կարող ենք կառավարել։ Եվ դա կկառավարվի նրանով, որ մենք աջակցության ծրագրեր կանենք, կօգնենք մեր տնտեսվարողներին, որպեսզի իրենք կարճաժամկետ խնդիրներ չունենան, իսկ միջնաժամկետ հատվածում մենք կօգնենք նրանց, որպեսզի նրանք այլ շուկաներ գան։ Այսինքն, եթե մենք ասում ենք, որ սա վերաբերում է 1.8%-ին, դա չի նշանակում, որ այդ 1.8%-ը մենք կորցրեցինք, որովհետև մենք այդ 1.8%-ը կվաճառենք ուրիշ տեղ։ Մինչև քաղաքական մակարդակում կամ տարբեր, ասենք, խնդիրներ, որոնք կան այդ ապրանքների որակի հետ կապված, կքննարկենք եւ կլուծենք։ Հասկանալի է, վերադառնալով միջնաժամկետ ծախսերի ծրագրին, առաջիկա 3 տարում որ հիմնական ոլորտներն են լինելու, այսպես ասած, պետության սիրելի ոլորտները, որտեղ է հիմնականում գումար ծախսվելու։ Դե մենք հայտարարել ենք, որ կրթությունը մեր ռազմավարությունների ռազմավարությունն է եւ կրթության ոլորտում շարունակվելու ենք պահպանել այդ ծախսերի մակարդակը։ Առողջապահության ոլորտում շատ մեծ եւ ֆինանսական առումով դժվար ռեֆորմ ենք սկսել եւ այդ ռեֆորմը պետք է հաջողությամբ իրականացնենք, որովհետեւ տարեց տարի նոր խմբեր են մտնելու այդ համակարգի մեջ։ Այսինքն կարելի է ասել, որ մարդկային կապիտալի զարգացման ուղղությունը լինելու է ընթացիկ ծախսերի մասով առաջնային ուղղությունը եւ բնականաբար ենթակառուցվածքային խոշոր ծրագրեր ունենք, որը պետք է ամբողջությամբ ուրեմն սպասարկենք, դա կվերաբերվի թե քաղաքային ենթակառուցվածքների զարգացմանը, օրինակ օրեր առաջ Երևան քաղաքում հաստատվեց հանրային ներդրումային ծրագիրը Աչափնյակի կայարանի եւ ուրեմն մետրոյի արդիականացման, տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավման, բայց նաեւ սկսել ենք աշխատանքները, գիտեք, հյուսիս-հարավի հարավային մասում հիմա այս տարվանից կամ մյուս տարվա սկզբից ակտիվ աշխատանքներ կսկսեն Սիսիան Քաջարյան հատվածի հետ կապված շատ մեծ օրակարգ ունենք ջրամբարաշինության եւ ջրային ոլորտի կառավարման առումով, այսինքն այստեղ թե կապիտալ ծախսերն են ընդհանրապես ջրամբարների շինարարության եւ թե ռեֆորմներն են ոլորտի կառավարման, որը իրականացնում ենք Համաշխարհային բանկի հետ միասին։ Իսկ պաշտպանության ոլորտը Պաշտպանության ոլորտը շարունակելու է կարևոր լինել, որովհետև մեր կարծիքով խաղաղությունը պահպանելու
ամենակարևոր գործոններից մեկը մարտունակ բանակ ունենալն է, որին մենք շատ մեծ ռեսուրսներ ենք հատկացրել վերջին տարիներին եւ շարունակելու ենք հատկացնել։ Իհարկե կարող է հնայի մեջ տոկոսը նույն չափով ինչ որ ունեցել ենք նախորդ տարի չկարողանանք պահպանել եւ գուցե դրա կարիքը այդպես չի լինի, որովհետեւ հասել ենք 61%-ի, դա ավելի փոքր կլինի, բայց այդտեղ նվազում չենք ունենալու։ Բացարձակ թվերով, այսինքն նվազում չենք ունենա, եթե ավելացում չլինի, այսպես ասած։ Կլինի միայն ավելացում։ Միայն ավելացում, որտեղ նախ այս տարվա մասով բացարձակ թվերով մենք ունենք նվազում, բացարձակ թվերով, եթե չեմ սխալվում։ Տեսեք, բացարձակ թվերով կապիտալ ծախսերի նվազում ես կարծում եմ Պաշտպանության ոլորտում պաշտպանության ոլորտում մոտ 100 միլիարդի, եթե չեմ սխալվում, նվազում էր։ Այո, այդ որովհետև մենք ապագա ծախսեր արվել են եւ այլ եւ այլ։ Հետո տենց բան չի լինի։ Ես կարող եմ այսօրվա միջնաժամկետ ծախսային ծրագրի թվերը ասեմ, որ 27 թվականին 595 միլիարդ դրամ, 28-ին 631 միլիարդ դրամ, 29-ին 637 միլիարդ դրամ, այսինքն մենք նոմինալ աճում ենք, իհարկե արդեն ամեն տարվա կոնկրետ աճերից ելնելով տարեկան ճշգրտումները կանենք, որ նաև ելնելով մեր տարբեր գնումների պլանից, կապիտալ ծախսեր անելու պլաններից։ Ընթացիկ ծախսերը բավական շատ են նաև այդ թոշակի բարձրացումների հետ կապված, նաև առողջապահության համընդհանուր համակարգի ներդրման հետ կապված, իդեպ այս երկուսի մասով ժամանակին ֆինանսների նախարարությունը որոշակի ռիսկեր էր տեսնում տարիներ առաջ, դրանից հետո եւ այլն, եւ խոսում էր դրա մասին, բայց այնուամենայնիվ մի կողմից կա բավական շատ այսպես ծախսային բեռ, մյուս կողմից դրանք սպասարկելու խնդիր կա, հա։ Այդ դրանք ինչպես են սպասարկվելու։ Տնտեսական աճի հաշվին հիմնականում, եթե նայում ենք, պարտքի ավելացման հաշվին, թե հարկերի մեծացման հաշվին։ Նախ ասեմ, որ մենք մի շատ ամբիցիոզ պլան ենք դրել այս միջնաժամկետ ծախսային ծրագրում, մեր դեֆիցիտը նվազեցնել մինչև 1%։ Մյուս կողմից էլ դեֆիցիտն է ցանկանում նվազեցնել, այո։ Սա նշանակում է, որ դա չի տեղի ունենալու պարտքի հաշվին։ Այսինքն տեղի է ունենալու դեֆիցիտը նվազել պարտք ավելի քիչ վերցնելու process-ի հետ միասին։ Սա տեղի է ունենալու տնտեսական աճի եւ հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման հաշվին։ Սա երկու հիմնական ուղղություններն են, ընդ որում դες ասեմ, որ առաջի անգամ այս տարի մենք միջնաժամկետ ծախսային ծրագրի մեջ ներառեցինք նաև հարկային բարեփոխումների հայեցակարգը, այսինքն մենք միջնաժամկետ ծախսային ծրագրում այսուհետև ունենալու ենք մի գլուխ կամ կից փաստաթուղթ, որը խոսում է առաջիկա տարիներին հարկային ուղղությամբ ինչպիսի փոփոխություններ են սպասվում, ինչի ենք սա անում, որպեսզի ծախսերն ու հարկերը իրար հետ խոսենք։ Այսինքն որպեսզի բացատրենք, թե ինչի ենք մենք ինչպես ենք պլանավորում այդ ձեր հարցի պատասխանը միջնաժամկետ ծախսային ծրագիրը տա, մենք չենք պլանավորում։ Այո։ Եվ մենք արդեն ոնց որ այդ բանը կանենք, արդեն հաջորդ տարվանից մեկ անգամ կբերենք, միջնաժամկետ ծախսային ծրագրով կհաստատենք դրանք եւ հետո մեկ փաթեթով կընդունենք ազգային ժողովում եւ մենք կտրուկ աճ փոփոխություն մեր ուղեծրից փոփոխություն չենք նախատեսում բարձրացման իմաստով, իհարկե վերջերս շահարկվեց հարկերի բարձրացումը, ակցիզների բարձրացումը, որը ընթացիկ process է, ամեն անգամ մենք հաստատում ենք եռամյա պլան եւ նախանշում ենք, թե ինչպես ենք բարձրացնելու ակցիզները եւ այս անգամվա ակցիզի բարձրացումը ուղղված էր հիմնականում գնաճի ճշգրտումներին, որովհետեւ 3, 4, 5%-ով ենք բարձրացնում ակցիզները, բացառությամբ մի քանի ապրանքների,
Եվ այո, ձեր հարցի պատասխանը նա է, որ հարկերի հաշվին մեծ աճեր չենք նախատեսում։ Հարկային վարչարություն, տնտեսական աճ։ Այո։ Հասկացա։ Լավ, այս հարկերի մասով արդեն վերջնական է մոտեցումը, որ ուրեմն շրջանառության հարկը փոքր եւ միջին բիզնեսի համար պետք է մոտարկվի ուրեմն ԱՀ-ին եւ միկրոբիզնեսը պետք է ունենա որոշակի արտոնություններ։ Իսկ մինչև 50 քանի միլիարդ դրամի շրջանառության շրջանակներում 50 միլիոնի համար, այո, կլինի, մենք դա հայտարարել ենք, խոսել ենք դրա մասին, նույնպես գրել ենք հայեցակարգում եւ արդեն կոնկրետ լուծումները արդեն օրենքի նախագծով կներկայացնենք այս տարի։ Այո։ Այսինքն կարելի է ասել, որ այս տարի ընդհանրապես այդ շրջանառության հարկի տրամաբանությունը փոխվելու է ամբողջությամբ։ Ես չեմ կարող հիմա ասել այս տարի կփոխվի, այսինքն 27-ի հունվարի 1-ից կփոխվի, թե 28-ի հունվարի 1-ից կփոխվի, կախված կլինի թե ինչ ձևաչափի կոնկրետ կգանք եւ այդ ձևաչափը ինչպիսի փոփոխություն է ենթադրելու, ինչ մասշտաբի փոփոխություն, կարող է մեծ մասշտաբի փոփոխություն է եւ մեծ ժամանակ է պետք տնտեսվարողներին դրան ադապտացվելու համար, կարող է 27-ի հունվարի 1-ից չլինի, բայց եթե հեշտացումներ են լինելու, արտոնությունների ընդլայնում է լինելու, ինչպես միկրոբիզնեսի համար, դա կարող է ավելի շուտ լինել։ Տեսեք, միկրոբիզնեսի ներկայացուցիչները երբեմն նաև մեզ նամակներ են գրում սրա վերաբերյալ, ասում են պետությունը սխալ ուղղությամբ է շարժվում իրենց տեսանկյունից, փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները եւ բերում են նաև Վրաստանի օրինակ, ասում են ոչ թե պետք է գնալ այսպես բոլորին մեծացնելու ճանապարհով, որ պետությունը ասում է, որ չենք բոլոր այսպես շեմ ենք սահմանում, բոլորը փորձում են դրա տակ տեղավորվել, չմեծանալ, չզարգանալ եւ այլ, այլ պետք է հնարավորինս շատ փոքր բիզնեսներ ստեղծել եւ փոքր բիզնեսների վրա պետք է հիմնվի պետությունը, այսինքն միջին խավը, պետությունը, բայց մենք գնում ենք հակառակ ճանապարհով։ Է մարդ կա չի ուզում ինքը խոշոր բիզնես դառնալ, ուզում է սահմանափակվել փոքրով, ինչու՞ է ամեն մեկը չի որ խոշոր բիզնեսի տրաբան ունի, այսպես ամբիցիա եւ ցանկություն ունի, հա, ինքը դրանով էլ է բավարարվում եւ իրեն ված չի զգում։ Ինչու է պետությունը ստիպում, որ մարդը անպայման մեծանա, խոշորանա։ Չի ստիպում անպայման մեծանա, խոշորանա։ Կան նրանք, ովքեր մեծանում, խոշորանում են, նրանք, որոնք չեն ուզում ընտանեկան փոքր արտադրություն է կամ ծառայություն է։ Մենք խոսում ենք ընդհանուր տենդենսների մասին, այսինքն մենք վերլուծում ենք մեծ թվերը, տեսնում ենք այդ մեծ թվերի փոփոխությունները, տեսնում ենք ընդհանուր հակումները եւ փորձում ենք հասկանանք արդյոք մեր համակարգերը որևէ ձևով ապախթանում են մարդկանց դա անելու։ Երբ որ տեսնում ենք, որ մեր համակարգերը այդպիսին են, դրան ենք փորձում արձագանքել, որպեսզի բնականաբար այդպիսի փոքր բիզնեսներին, ովքեր միշտ ուզում են փոքր եւ տենց ձեռքի աշխատանք անել, այսպես ասած, այդ գործի մեջ մնալ, որպեսզի իրանք հանկարծ չտուժեն այսպես մեր ընդհանուր քաղաքականությունից։ Այո, ես համաձայն եմ այդ մտքի հետ եւ կարծում եմ, որ այս միկրոբիզնեսի շեմի բարձրացումը ըստ էության հենց ավելի այդպիսի մարդկանց համար ստեղծում է ավելի բարենպաստ պայմաններ, երբ որ մենք իրանց ընդհանրապես չենք անհանգստացնելու վարչարարությամբ։ Տեսեք, հա, կառավարությունը ասում է, որ չգիտեմ, ապախթանող է սա, մարդիկ փորձում են տրոհվել, չգիտեմ, մնալ այդ 112, հա, 112, ես ճիշտ եմ հիշում, 115 միլիոնի այս շրջանակներում, բայց ունեք վերլուծություններ, ուսումնասիրություններ, որ իսկապես մարդիկ բիզնեսները տրոհվում են, որպեսզի այդ դրա շրջանակներում մնան, որտեղ նարատիվների մակարդակում շատ են այս քննարկումները, բայց իսկապես դրանք ուսումնասիրված են եւ փաստարկված են։ Խնդիրը միայն տրոհվելը չի։ Խնդիրը նրանում է, որ ընդհանուր հարկման համակարգում գործունեություն իրականացնող մեծ տնտեսվարողները օգտագործում են այս համակարգը իրենց շահույթը նվազեցնելու համար։ Ինչպես։ Որովհետև եթե շրջանառության հարկը այնտեղ 5% է, այնտեղի գրված հաշիվները ծախսենց ճանաչվում է այստեղ եւ դու խուսափում ես 18% շահութարկ վճարելուց։ Այսինքն մենք ստեղծել ենք համակարգեր, որոնք խանգարում են եւ մյուս կողմից էլ այստեղ ծառայություն եւ ապրանք արտադրող մատուցողները
ստեղծում են ապրանքներ, որոնք մի ուրիշ կոնտեքստում վնասաբեր են այս մյուս համակարգի համար, որովհետև այստեղ չեն կարողանում ահայի դեբետ անել, այսինքն ամբողջ արժեշղթան չի աշխատում ճիշտ ձևով։ Հիմա մենք պետք է հասկանանք, թե ինչպես պետք է այս համակարգը փոխենք, որպեսզի բոլոր դերակատարողների համար ինքը լինի արդար եւ մյուս կողմից նպաստի, որովհետև մենք շատ ենք ուզում փոքր եւ միջին ձեռնարկությունների դերը բարձրացնենք, ընդ որում ֆինանսների նախարարությունը մենք մի հատ այսպիսի ցուցանիշ ենք սահմանել, որ թե առաջի 1000 հարկ վճարողները ինչպիսի հարաբերություն պետք է ունենան ընդհանուրի հետ եւ փորձում ենք այդ 1000-ից ներքև գտնվողների դերը բարձրացնել ընդհանուր հարկերի մեջ։ Տեսեք, վերջին շրջանում, հատկապես 2022 թվականից այս կողմ Հայաստանի բարձր տնտեսական աճի այսպես պոտենցիալը նաև մատակարարվում էր դրսից ինչ որ առումով, հա, որովհետև արտաքին գործոնները մեծ ազդեցություն էին ունենում Հայաստանի թե եկամուտների ձևավորմանը Հայաստանում, թե տնտեսական աճի վրա որոշակի ազդեցություն էին ունենում։ Բայց եթե ենթադրենք, որ ինչ որ պահից այդ ազդեցությունները դեռ շարունակում են մնալ, հա, վերարտաման տեսքով, չգիտեմ, ներդրումների տեսքով եւ այլ եւ այլ։ Բայց եթե պատկերացնենք մի պահ, որ այդ ազդեցությունները ինչ որ պահից անջատվում են, այդ ազդեցությունները ինչ որ պահից վերանում են, իջիկ են լինում, հա, այդ դոպինգ էլ չի լինում, որքանով է իրատեսական մնում առաջիկա ձեր 3 տարվա պլաններում բարձր տնտեսական աճ ունենալու հնարավորությունը։ Նախ եկեք արձանագրենք, որ Հայաստանի նման պետությունը միշտ կախված է լինելու դրսի գործոններից, այսինքն փոքր պետությունը, փոքր բաց տնտեսությունը պետք է ունենա արտահանման ուղղվածություն, ինքը միշտ ազդված է շրջապատում գործող իրականությունից։ Եվ մենք պետք է այնպիսի կառուցակարգեր ստեղծենք, այնպիսի կարողություններ ձևավորենք, որ կարողանանք մանևրել այդ արտաքին աշխարհի փոփոխություններում։ Մեր կարծիքով հետագա զարգացումները, նախ ասեմ, որ այդ ժամանակավոր գործոնները, որը դուք ասում եք, եւ մենք էլ նկատում ենք, որ կային ժամանակավոր գործոններ, այդ ժամանակավոր գործոնների մի մասը արդեն դարձել է Հայաստանի պոտենցիալ։ Այսինքն մենք դա մերն է դարձել։ Եվ մենք ավելի մշտական բան, քան ժամանակավորը։ Եվ ես կարծում եմ, որ առաջիկա տարիներին այդ գործոնները ավելի լավ գործոններ են ավելանալու, որտեղ մենք պլանավորում ենք մեր հարևանների հետ բացել սահմանները, մենք պլանավորում ենք տրանզիտ հոսքեր ունենալ, մենք պլանավորում ենք ինդուստրիալ գոտիներ ստեղծել, մեծ ներդրումներ են արվում տեխնոլոգիական ոլորտում, որոնք իրենց հետևից բերելու են էլ ավելի մեծ ներդրումներ։ Հայաստանը դառնում է հետաքրքիր միջազգային հարթակներում, մենք ուր գնում ենք, ասում են Հայաստանի եւ Հարավային Կովկասը տենց հետաքրքիր տեղ է ներդրողների համար, դա արտահայտվում է նրանով, որ մեր միջազգային ռեյտինգներն են բարելավում, դա արտահայտվում է նրանով, որ ոչ ռեզիդենտ ինստիտուցիոնալ ներդրողները հետաքրքրված են Հայաստանի պետական պարտատոմսերով, որը չափը հասել է արդեն անցել է 10%-ից, այսինքն պորտֆելի մեջ արտաքին, որում ասեմ դրամային պարտատոմսերի մասին է խոսքը, ընդ որում դա եղել է 0.1% մի քանի տարի առաջ։ Մեծ հետաքրքրություն կա։ Դա ինչ ցուցիչ է, մարդիկ հավատում են Հայաստանի այսպես ստաբիլությանը, կայունությանը, տնտեսական աճին։ Գիտեն Հայաստանի մասին նախ, որովհետև Հայաստանի մասին չգիտեն սովորաբար։ Երբ որ դուք խոսում եք մեծ ներդրողների մասին, իրանք գիտեն մի քանի երկիր, մի քանի հիմնական շուկաներ, որտեղ դիվերսիֆիկացնում են իրենց պորտֆելը։ Հիմա Հայաստանը դարձել է այդ երկրներից մեկը, որտեղ իրենց պորտֆելի դիվերսիֆիկացիայի համար իրանք, ասենք, ներդրում են անում ամերիկյան պարտատոմսերում կամ եվրոպական պարտատոմսերում, հետո որոշել են Հայաստանի հետ էլ աշխատել։ Դրա ամրապնդվում է։ Դրամի ամրապնդումը այդքան լավ պատմություն չի Հայաստանի արտահանման համար։ Դրամի ամրապնդումը մի փոքր այլ պատճառներ էլ ունի։ Այո, դա գործոններից մեկն է, չեմ ասում, միայն դա է։ Այո, ընդ որում ձեզ ասեմ, մեր նպատակը ինչ չի, որ այդ դրսի ներդրողները ունենան շատ մեծ մաս մեր պորտֆելի մեջ, որտեղ դա իր հետ ռիսկեր էլ է պարունակում, եւ
նկատի ունեմ, որ Հայաստանը հետաքրքիր է դառնում եւ մենք նաեւ մեր պետական կարողությունների բարելավման բանով կարող ենք վստահ լինել, որ ավելի մեծ վստահություն ունենալ, որ այդ սցենարը կլինի, որ մենք կարողանանք այդ հոսքերը բոլորը դարձնել իրական տնտեսական պոտենցիալ եւ բարեկեցության բարձրացում մեր քաղաքացիների համար։ Իսկ որ ասացիք դրսի ներդրողները այսինքն այդքան էլ հետաքրքրացել չենք որ շատ մեծ լինի դրամային պարտատոմսերում դրսի ներդրողների ներգրավվածությունը, հա, եւ կարող է ռիսկեր բերել։ Ինչ ռիսկերի մասին է խոսքը։ Պատկերացրեք, եթե իրանք ոչ ռեզիդենտ են, իրանք դրամով թուղթ ունեն, եթե ինչ որ մի ցնցում է առաջանում, իրանք եթե բոլորը միանգամից այդ դրամով թուղթը վաճառեն, հակառակ process կլինի, այսինքն դրամի Ռուսաստանը մի քանի անգամ դրա միջով անցել է, երբ ռուբլով պարտատոմսերը սկսում էին միանգամից ինչ որ մի հատ ցնցումի ժամանակ սկսում էին վաճառել։ Հա, այսինքն պարտատոմսի վաճառքը հələ մի կողմից, մյուս կողմից իրանք այդ պարտատոմսը որ վաճառեն դրամ չեն պահելու, չէ՞, պետք է իրանց արտարժույթը առնեն եւ դա միանգամից շուկայում կարող է մեծ, այսինքն պետք է այդ չափը այնպեսին լինի, որ մեր շուկայի վրա ավելորդ ռիսկ չավելացնի։ Այո, փոխարժեքի վրա կարող է ազդել եւ այլն։ Լավ չափ ինչքան պետք է լինի, օպտիմալ չափը որն է, ունենք մոտավորապես նման պատկերացում։ Այս պահին մենք մտածում ենք, որ 15%-ը նորմալ է։ 15%։ Դա կախված է նաեւ մեր պորտֆելից, մեր տնտեսության մեծությունից, մենք շարունակելու ենք ավելացնել, այսպես ասենք։ Եվ ամփոփիչ հարց։ Տեսեք, պետությունը խոսում է հարկային մուտքերի մասին, ծախսերի մասին եւ այլ, այլ ինչպես անել, որ այս երամյա ծրագիրը ինչպես է ազդելու սովորական մարդու վրա, հա, կենսամակարդակի վրա, որովհետեւ մակրոտնտեսական այս թվերը վերածվեն իրական բարեկեցության։ Ես կարծում եմ, որ դա երկու ձևով է ազդում։ Առաջինը ազդում է պետական կառույցների կողմից այդ գումարով մատուցված ծառայությունների որակին եւ քանակին, եւ երկրորդը վերաբերվում է այն կապիտալ ծախսերին, որոնք դառնում են մեր քաղաքացիների համար ենթակառուցվածք, որից իրենք բոլորը օգտվում են ճանապարհներից, ռոռոկման համակարգերից, խմելու ջրից, էներգետիկ ենթակառուցվածքներից, այսինքն այդ բոլոր ներդրումները կարող է ոչ այսօր հիմա մի ամիս հետո, բայց միջնաժամկետում, ինչպես եւ մենք հիմա տեսնում ենք, վստահաբար այն ինչ որ մենք արել ենք վերջին տարիներին, այսօր արդեն արդյունք է տալի եւ կարծում եմ մեր քաղաքացիների քվեն, որը մենք ստացել ենք ընտրությունների արդյունքներով, ցույց են տալիս, որ այդ արդյունքները տեսանելի են մարդկանց համար։ Թող մարդիկ դատեն։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Civil Business-ի տաղավարում ես զրուցեցի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հետ։ Առողջ եղեք։ Կհանդիպենք։